ամենենա ցնցուղներն այսի, որ ինքը ավտոմատ ճանապարհը ջրում է, որ փոշին չբարձրանա։ Փոշը զրկում էլի կարելի ասել։ Էսի փոշը զրկման համար է, չէ՞։ Որ ավտոները ապահովանցնեն, փոշի դուրս չգա։ Նայ, ավտոն հետմա ոչ փոշի կա, ոչ բան։ Էսա, այն մյուս ավտոն էլ անենց է փոշը զրկում ջրում։ Սա էլ Defense Housing բնակելի նոր կառուցվող թաղամասի, թեպետ ես ասում կամ կարծես թե մի նոր վարչական շրջան կառուցվի Երևանում կամ քաղաքի մեջ, այն հատվածում ենք, որտեղ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը պարիսպիների մոտ ստեղծվել է գեղեցիկ ծառուղի ու չկա գետ մեկ հայ, ում ծանոթ չլինի մեծնսևակի մարտնափի մեջ ստեղծագործությունը։ Հիմա ճիշտն ասած ես Defense Housing-ի այս ամբողջ թաղամասը, քանի որ 4 կողմից ստեղծվել են հսկայական պուրակներ, այգիներ, ասում եմ Defense Housing-ն էլ ոչ թե մարտնափի մեջ է, այլ բնության ափի մեջ, քանի որ տեսնում եք 4 կողմից պատված է, շրջապատված է ծառերով տարբեր տեսակների, մի քանի տեսակի ծառերով։ Հիմա այստեղ նայեք, էսա որ բնակարանամուտը մարդիկ տոնեն, ստանան արդեն իրենց բնակարանների բանալիները, պատկերացնում եք ինչ մանավանդ բարձր հարկերից տեսնելու են ու այս մաքուր օդը շնչեն։ Ամառվա տապին չեք պատկերացնում այս հսկայական ծառերը ոնց են թթվածին տալու բնակիչներին։ Սոսիների պուրակ են սրան արդեն ասում, ճիշտ է, մի քանի հատ էլ կան եղևնիներ, բայց հիմնականում արտասահմանից ներմուծված սոսիներ են։ Ու այստեղ էլ բոլորը կարելի ասել չեն չորացել, բոլորն էլ կպած են, ոնց որ ժողովուրդն է ասում, տեսեք։ Ու այս ամենը ջրվում է կաթիլային եղանակով։ Աշխարհը հիմա արդեն այդ ուղղությամբ է առաջնորդում կաթիլային եղանակով։ Տեսնում եք։
իզուր չի, են որ ասում է մարդիկ որ տուն են ուզում, բնակարան են ուզում ձեռք բերեն, առաջինը ցանկանում են որպեսի իրենց բնակության վայրը լինի կանաչ, կանաչով հարուստ, կանաչով հագեցած։ Իսկ հիմա Defense Housing-ը առաջնայինը նաև դա է։ Ղեկավար կազմը դա է դրի իրեն առաջ, որ եւ շենքերը պետք է լինեն սեսմակայուն, որակյալ եւ ավելի շատ պիտի լինեն կանաչ գոտիներ։ Դրա համար եմ ասում մեծնսևակի մարտնափի մեջ, իսկ դա կարելի ասել Defense Housing թաղամասը կանաչ գոտիների մեջ։ Այս ծառերը քանի տարի առաջ արտասահմանից ներմուծվավ։ Հա, Որ երկիրներ չեմ հիշում նախորդ նյութի, հա? Իտալիայից։ Իտալիայից, ըհը։ Ու նայ սաղ կպել է։ Որտեվ միջև կաթիլայնը սարքելը, Հա, մարդիկ սիստերներով 2 օր մեկ ջրում էին։ Բա այդ եմ ասում։ Իտալական պուրակա էլի։ Իտալական ծառերով հայկական ջեմուղի։ Անդե բարձր շենքերից նայելու են սիրուն։ Նայ որ ծառը տնկել են սաղ կպելա, ոչ ոք չի բան եղել այստեղ։ Նայ ինչ։ Օй։ Տենում ես։ Անեսր կաթիլային համակարգն է, այս էլ հատուկ էդ, որ ջուրը որպես ցնցուղ, արդեն այս մոլախոտերը բանը հանվելու է, ուղղակի վերջնական անելուց հետո ու այս ցնցուղներով էլ ինքը արդեն կանաչ սիզամարգերն է ջրելու։ Նայ ջեմուղի, ըհը։ Նայ բարձրությունը, նայ ծառի, ծառ կա 2 կամ 3 հարգանի շենք ոնց որ լինի։ Այդքան բարձր է։ Ըհը, մեր բիբլիականը, մեր հզորը։ Նոյը իզուր չէր։ Դեֆանսն էլ գիտի որտեղ է ամայի տարածքը վերածել մի իսկական դրախտային ջեմուղիների, այգիների մի հսկայական թաղամաս։ Մեր բիբլիականը, Թական, էսի Եղևնիա թե ինչ հա ժողովուրդ ջան։ Հա, Եղևնիա, հա, հերթական Եղևնին է տնկվում։ Այն ժամանակ, որ ես սաղ տնկեցիք է, համարը մեծ մասը կպել է։ Այս կաթիլայնն էլ է, չէ օգուտ տալի։ Եվ գործ արագացնում է եւ ավելի ռացիոնալ մեթոդ է։ Ողջույն։ Այս է կաթիլայնը տեղադրում են արդեն։ Այս շրջանակն է բանն է էլի։ Ծառի ոսկե մատանին է, կալցոն է։ Չէ։ Ոչկենտար, ընդ հող կամ, վերենք լսում ենք տակն, Մի լսի եղել է։ Մի քիչ հող վերեք ընդից։ Որն է, հողը ոչ է։ Այնա, հրամ, չարը չափը տենեն է։
Դա մի քիչ ողջ լցվել, անը ռատու, ասա նա տրամբոկտարա կոչվեն։ Nice, Տրամբոկտարա։ Լապատ կոչի։ Դա տրամբոկտարա։ Ասա խթեր իսկ։ Նայ, խիտ, ստե ինչ էր, քանի տոննա աղբստեղից հեռացվեց, քանի տոննա 2-300 բեռնատար մենակ կենցաղային ու շինարարական աղբ։ Սովետից էսան ենքան ամոթել է ասել, կենթանիների, սատկած կենթանիներ էլ, սե գարշաուտ վիճակ էր, իսկ հիմա, նստինա, ինչ խիտ է։ Այս թաղում բարձրակ շենքից մարդիկ կտեսնեն, սրանք նոր տնկվածներն է, որ էլի կպել է։ Մենակ այս ճեմուղում 3500-ից ավելի Իտալիայից բերված ծառերն են տնկվել ու համարը ոչ մի ծառ չի չորացել։ Նայ 3500-ից ավելի ծառ։ Սրանք հեսա որ շոքին ոնց են հով մաքուր թթվածին տալու բնակիչներին։ Սա հեսա տեսնում եք կաթիլայնի այդ խողովակները հատուկ խողովակներով պես գնում է։ Այս պահին գտնվում ենք Defense Housing նոր բնակելի կառուցող բնակելի թաղամասի այն հատվածում տեսնում եք այս հսկայական ցուցանակը, սա ազդարարում է որ որոշ ժամանակ հետո Հայաստանում գործելու է լազերային գունային շատրվան։ Սա մակետն է, այս պահին տեսնում եք, ենա աշխատակիցները, այսեսի նայում ես ոնց որ քեզ թվում է Չինաստանում է այսպեսի մեծ հզոր, տեսնում եք, բալիս, լազերային է, չեն ելու, շատրվաններ ալնելու, հսկայական աշխատանքը։ Լավ ես։ Դուք լավ ելնեք։ Իշում ես ուազում։ Դո կանի ուազի վաղտա, վթարի վաղտա, վայ, մորացի, լավ գործ ես սանում։ Հայաստանի թիմ մեկ լազերային շատրվանն եք սարքում։ Անպայման։ Տեսեք, գործի կարելի ասել 40-50%-ը արվել է։ Այստեղ նաև ծառեր են տնկվելու։ Ես պատկերացնում եմ ոչ միայն Defense Housing-ի բնակիչները, այլ ուրիշ տեղերից, մարզերից, Երևանի տարբեր վարչական շրջաններից, ինչու՞ չէ նաև արտասահմանից հյուրեր կան կուզենան տեսնեն Հայաստանում միակ անկրկնելի լազերային գունային շատրվանը։
ու ոչ միայն նաև երաժշտական է լինելու հատուկ երաժշտություն։ Ինչ լավ կլինի, որ այդ երաժշտության մեջ հնչի Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, մեր մյուս լեգենդար կոմպոզիտորների երաժշտությունը երևի կլինի էլի, որովհետև Defense Housing-ում ամեն ինչ առաջինը կատարվում է հայկական ոճով։ Մեր հզորը, բիբլիականը։ Պատկերացնում եք գունային լազերային շատրվանները երաժշտության ներքո ինչ հեքիաթային տեսարան կստեղծի։ Երեխեքը ստեղից տեղ չեն էթա, մեծահասակները չէ, բայց երեխեքը այստեղից տեղ չեն գնա։ Սաղ բազալտ է քարերով հատուկ։ Այս սա է լինելու ժողովուրդ ջան։ Արդեն պատկերացրեք։ Այս պայմանն էլ գտնվում են Defense Housing նոր բնակելի թաղամասի արդեն կարելի ասել գործի մեծ մասը կատարված բակային հատվածում, որտեղ ասում ամեն շենքի բակ ունի իր զբոսայգին, իր այգին։ Հիմա տեսնում եք բակային հատվածներից մեկում ենք, որտեղ տնկված են տարբեր տեսակի ծառատեսակներ, հետագայում նաև թփեր են տնկվելու։ Հիմա արդեն աշխատանքները իրականացվում է առաջիկայում հավանաբար առաջիկա ամիսներին, հավանաբար այստեղ շենքերի բնակարանամուտ հնարավոր է լինի, ինձ թվում է կլինի, որովհետև արդեն տեղադրվում են նաև հատուկ միջազգային չափանիշներին համապատասխան ամենավորակյալ ապակիները, լուսամուտների ապակիները, որ ընկերություններ Ասադել եւ Պրոֆալ ընկերությունների կողմից այդ երկու ընկերությունները իմ տեղեկություններով ապակիների ոլորտում, տեղադրման ոլորտում մեծ հեղինակություն եւ հարուստ փորձ ունի։ Հիմա տեսնում եք, շենքի արդեն ապակիները մեծ մասը տեղադրվել են, մի մասը տեղադրվում են, ու որ ամենակարևորը նայեք, տեսեք, շենքերից մի փոքր հեռավորության վրա ստեղծվել են այս այգիները, որոնք հիմա խնամվում են, հեսա տեսեք, խնամվում են, իսկ ընդհանուր, ես խոսեցի, այսպես ասած, մի քանի այգեպանների հետ, ովքեր խնամում են ծառերն ու թփերը, նշում են, որ 15-ից 20 հազար ծառ ու տուփ է տնկվել։ Ու դեռ էլի տնկվելու է, որովհետև ասում էին Defense Housing-ի ղեկավարությունը ասել է, որ ինչքան շատ կանաչ լինի,
այնքան շատ կգրավի defense housing-ը եւ իր սեյսմական շենքերով եւ մաքուր օդով։ Սա մի շենքի դիմացի սիրուն զբոսայգին է ու բոլոր տեղերում տեսեք տարբեր տեսակի ծառատեսակներ։ Ապակիները արդեն այդ հանրայդ ֆիրմաներն են դնում։ Ամեն շենք բակային հատվածում է սենց սիրուն կանաչ գոտիներ են ստեղծվել ու դա արվում է, որ բնականամուտը լինի, միանգամից մարդիկ տեսնեն, միանգամից Էդ էլ ճիշտ, միանգամից իրանց երեխաներին կբերեն հաստատ այդ զբոսայգիները։ Այդպես ինչ։ Ինչքան գեղեցիկ լինի, բարձր հարգերից տեսնեն այս ընտիր զբոսայգին։ Հեսա տես տեղել սա էլ մյուս բակային հատվածն է, եսի ավելի մեծ է, ստեղ էլ էլի սիրուն հենա, ստեղծվել է կանաչ զանգված, այստեղ նաև տեղադրվել է արտաքին, այն արտաքին լուսավորություններն է, չէ? Հեն արտաքին լուսավորություններն է, հեսա։ Այստեղ էլ նորից հեսա կսկսվի ապակիների տեղադրումը։ Այստեղ էլ էլի ահագին։ Սա էլ սուների էլեկտրաբաների համար է, չէ։ Այսենց սուներ է լինելու, չէ։ Այսենց, այ։ Այստեղ էսա արդեն լարերը քաշված է, հեսա անցկացված է մոնտաժային աշխատանքն ավարտվել է, այս սյուներից են բերելու դնեն, defense, այ, Սա էլ մյուս բակային հատվածն է, այստեղ արդեն հատուկ այդ փոշուց պաշտպանիչ ցանցերը հանվել է, որպեսզի ապակիները դրվի տեղադրվել են ու հիմա սկսվել է սալիկապատումը, գիտեք, պիտի ցանցը հանվի, որ
սալիկապատումը արվի։ Սա էլ մյուս բակային հատվածն է, էլի կաթիլային դրված բաներն են, ջրվում են ծառերը։ Անտեսեք ապակիները։ Մի քիչ մոտիկ ասնեմ, անտեսեք։ Ան։ Այստեղ արդեն ցանցերը հանվել է, այդ պաշտպանիչ, բայց հիմա սկսվելու է արդեն ապակիների տեղադրումն ու հետո սալիկապատումը։ Այն կողմում սալիկապատումը սկսվել է։ Բալիս ժողովուրդ ջան։ Սա բազալտ է, չէ՞։ Չէ։ Թեթև եմ, Շուշան Պետրոսյանի քաշություն եմ արխային։ Բան չի լինի։ Սա Defense Housing-ի բնակելի թաղամասի շենքերից մեկն է, որ արդեն պաշտպանիչ ցանցը հեռացվել է ու կատարվել է սալիկապատում։ Հեսա տեսեք, այս կառշնվին սալիկներն են, տեսեք, տեղադրվել են նաև ապակիները և սալիկապատվել է մինչ այդ այս շենքը ունեցել է այն վիճակը, տեսեք, ցանցերը և առանց սալիկի։ Հիմա այս ցանցերն էլ, որ հիմա տեսնում եք, հանվելու է, որպեսզի սալիկապատումը և ապակիների, լուսամուտների տեղադրումը իրականացվի։ Սաղ մի գույնյա չէ լինելու, թե տարբեր գույներ։ 5 գույնային երանգ։ Այսինքն Defense Housing-ում լինելու է 5 գույնային երանգով, այսպես ասած, բակեր։ Բայց որ ամենակարևորն է, բոլոր բակերը ունեն առանձին խաղահրապարակներ, զբոսայգիներ, այն ամենավերջին ծառատեսակներով ու թփերով հագեցված, դա ողջունելի է։